Հյուրընկալել մեր հյուրը դաղանտավոր, ինչպես որ ասինք, դաղանտավոր Ռաֆի Արմենյանը, որ համերգ ունի այս մարտ 19-ին Լեբուրգի սրահին ներս, ուրեմն մենք հյուրընկալենք մեր ստուդիային ներս, մեր ռադիովայրը, եւ արետի բիդանք անշուշտ ինքնալ իր բացատրությունները եւ տեղեկությունները մեզ բիդա, առաջ որ անցնենք Բիդի բստիկ տեղեկությունը բիդամ այսօր սիրելիներ մեր բանացայինեն ուզեցի գիսվիլ ցեզ հետ երաժշտություն, որ աշխարհի վրա ամենակարևոր, ամենաուժեղ այս տեղահատը երաժշտությունն է։ Երբ դեղված ես կամ հոգնած ես, միակ տեղը երաժշտությունն է։ Լսելը եւ գրնակ ես հակստացնել լսելով առանց տեղահատի, առանց որևէ մեկ պատճառի, ուրեմն աստեղն է որ երաժշտությունն է։ Մենք որ մենք սկանք եւ կորձածենք բարձաբես որ ծերին հանդարտեցիչ ապահովված թեղմն է ասիկա ուրեմն այսի պատճառը այսօր ցեզի ծանոթացնեմ եւ ներկայացնեմ Ռաֆի Արմենյանը ծնած է Եգիպտոս հունիս 4 1942-ին կանադայի կոնդակտոր, դիրիժոր, թաշնագահար, պիանիստ, կոմպոզիտոր եւ ուսուցիչ Բարոն Արմենյանը մեծ հաջողություններով հասած բազմաթիվ միջազգային մրցույթներում ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես կոմպոզիտոր եւ դիրիժոր։ 1964 թվականին Շվեդացիայի Ժնև քաղաքի մեջ անարժանացած է Թաշնամուրի միջազգային մրցույթի դիպլոմի եւ 1968 թվականին Ֆրանսիայի Պիզանսոյի դիրիժորի միջազգային մրցույթի 1969 թվականին նրա ստեղծագործությունը Suite de Compose վաստակված է Իտալիայի Վերչելի քաղաքին գայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթի որպես եզրափակիչ փուլ 1969-ին նշանակվեց Տորոնտոյի սիմֆոնի երաժշտական ղեկավար Գարել Անսերլի մոտ եւ որպես դաշնակահար եւ որպես Ատլանտիկ սիմֆոնի դիրիժոր Բարոն Արմենյանի դիրիժորական վաստակը հայտնի է ոչ կանադային մեջ, որտեղ անվերջին տարիներին կապված է Հալիֆաքսի Ատլանտիկ սիմֆոնիին եւ կանադական օպերայի ընկերության հետ, որոնց հետ նա Օտավայի ասկային արվեստի կենտրոնի մեջ կատարվեցավ Ռոսինի Սիբիլիան վարսավիրը։ Այսօր մենք հյուրընկալենք տաղանդավոր անձնավորությունը իր նվագի ելույթը վիդելլա մարտ 19-ին եւ Ռաֆին մեզի պիտի տեղեկացնի մասը տեղեկություններ այս հերթին մասին։ Ուրեմն բավական ես ցեզի իր մասին այսինքն ոչ բավական, բստիկ տեղեկությունը տվի եւ վստահ եմ որ աշուշտ ինքը մեզի պիտի խոսի, բարի եկած եք մեր ռադիովայրեն մեր ստուդիոս եկավելի, օքեյ ստուդիոյի մեջ, որ ինչ որ գրծա հավաքել տեղեկություններ ցեր մասին, եթե արդյոք գա որոշ տեղեկություններ թե ես չեմ հայտնած եւ իմ ինտերնետ գուզեն տեղեկանալ ցեր մասին, ուրեմն գլբի ալլա մերին հարցումները։ Ուրեմն Բարոն Արմենյան Ինչպես արձանագրեցիք, երբ իմացաք, որ հարկանքի դուք պիտի մատուցվի ցեզ եւ ցեր գնոջ Ագնես Գրոսմանին։ Ինչպես ինձ եմ իմ տարիքս արդեն անանք է որ կյանքս գրեթե լրացած է, կորձերս շատ ավելի բագաս են հարգավ, բայց շատ հուզվեցանք երկուքնից, որ ասանք պամը մեզի կնվիրեն որ և լավ բանը ան է, որ ուրիշ երաժիշտներ, որում հետ մենք աշխատած ենք և հետերնին մեծած ենք, պիտի կան և պիտի նվագեն։ Այո։ Ասիկա մեզի շատ հուզվեց։ Այո, որտեղ գիտեք անշուշտ երբ որ տրիբյուտ կսեն, գիտեք տրիբյուտը բադվել է, երբ որ կբադվեն անձնավորությունը, ասել է որ կարևոր անձնավորությունն է, դեղը հասած սերտողությունները որ ըրած է դված է ժողովրդին, ուրեմն հատիկ հարկանք մնե, ուրեմն պետք է հարկվի, ինչպես որ Բարոն Արմենյանը պիտի հարկվի։ Ուրեմն պիտի հարկվի եւ ասկե առաջ արդեն ըրած են եւ հարկված է, բայց հոս հիմա այս տարի նորեն պիտի հարկվի,
Այո։ բուժ սրահի մեջը։ Yeah. Որոնք են ձեր հաջողակ եւ երկարամյա կարիերի հիմնական գեդերը։ Հիմնական գեդերը։ Ամենեն կարևոր բանը որ եղավ կյանքիս մեջը, անի որ Եգիպտոսեն Այ։ Վիեննա քացի եւ Վիեննա երաշտուն սորվեցա։ Ադիգա աշխարհի կնանկսել կետրոնն է երաշտական համար։ Այո։ Եվ հոն Գինես Ջոնսը ավստրիացի է Ագնես Գրոսմանը Գրոսմանը։ եւ աս մար 19-ին համերգը մեր երկու մեզի համար է, որովհետև ինքն է ղեկավար է։ Այո, անշուշտ ադիգա գրված էր արդեն թերթերում մեջը թե ցեզի որ գտրուբյուտ կնեն թե ցեզի եւ թե Ագնես Գրոսմանի։ Այո, որովհետև ինքն է օրքեստ մետրոպոլիտենին ղեկավարներ 9 տարի եւ շատ թաստուված է, ինչպես էս, բայց էս ավելի Օնտարիո։ Այո։ Երան ինքնացեզի հետ Այո։ Անանք որ շատ մեծ surprise Անագնգալ որ ինձի ասանք Բիլի Բադվենցի։ Այո։ Դուք կարողացաք հաջողության փոխանցել ձեր գիրքը արվեստագետներու հաջորդ ցերունդներուն, որքանով էր ցեզի համար հիմնարար դիրիժորի կոնդակտորի, այսինքն հաջորդ ցերունդի պատրաստվածը ձեր կարիերի ընթացքին եւ հատկապես Քյուբեկի երաժշտության կոնսերվատորի եւ որպես կոնսերվատորի ուսուցիչ ինչ կրծակ ընել որպեսի փոխանցեք այս հաջորդ ցերունդին, այս նոր եկող ցերունդին։ Ես Վիեննա շատ կարևոր տասադումներ ունեցած եմ եւ գիտեմ ինչպես աս երաժշտությունը երիտասարդության փոխադրել եւ ասիկա ամենեն կարևոր բանն է տասադուի համար որ դեսնան երիտասարդները ինչպես կնեմ որ ինձի պես ընեն եւ վերջապես շարունակեն իր ջամփանին գտնան եւ անանք մեծնան բայց հիմնը պետք է լա շիդակ ցեվով պետք է լա որպեսի հաջողին այո շիդակ դուք նաեւ գսիրեք օպերան եւ գղեկավարեք Մոնրեալի օպերայի ատելիե լիրիկի մեջը դուք նաեւ անգամ ասացիք որ շնչելը երաժշտության հիմքն է այո Գրնակ մեզի ավելի տեղեկություն տալ ձեր կարիերի այս հատվածի մասին։ Ուր սկսեմ քիչ Սկսեցեք, որովհետև մենք պետքություն ունենք ասցեր տեղեկություններուն, որոնք գիտեք ինչպես որ ոստեղը հիշեցինք մենք, թե երաժշտությունը շնչառության հիմքն է։ Գիտեք ինչպես։ Ուրեմն ամեն մարդ պետք է գիտնա եւ սորվի ինչ է երաժշտությունը։ Ցեզի հարցումը պիտի ինեմ, որ հասկնակ ինչ է երաժշտությունը։ Գնանք Երևանայել աշխարհ առանց ցայնի։ Գնանք Երևանայել աշխարհ եթե թուրքումները չլան։ Անգարելի բան է Երևանայելը աշխարհ առանց ցայնի եւ մեկ բան մնե գնաք խոսիլ երկել անչափ ուրիշ ցևով գնաք արդահայտվել եւ ավելի թյուրին կհասկնաս եթե ցեզի երկեմ Շատ շիդագեք, այո, շատ շիդագեցիք։ Այո, եւ ադիգա չեն երևակայել, որ երկը անչափ կարևոր մաս մնե անցին։ Այո, ներողություն։ Եվ երաշտուն գբարես
երաժշտություն գերկես, երաժշտություն գաբրիս, դխրություն լանե, դխուր երաժշտություն գա, ուրախություն, ամեն դեսակ սկացումները երաժշտով գնաս արդահայտել և ասիգա ինձի ամենեն կարևոր բանն էր, որ ան որ ինձի գլսեգոր, գտեսնագոր նվակեմնի, ըսկա ինչ է երաժշտությունը, որ գնվակեմ գոր, ինչ գծություն է, ինչ մտածելով կոմպոզիտորը կրած է ադիգա։ Եվ ասպաները պարեն ավելի հստակ։ Այո, ինչպես ես քիչ առաջ հիշեցի, թե երաժշտությունը ճիշտ տեղահատի պես է։ Այո։ Անանկիստ ես, ուրեմն թեղ կառնես, որպես աղեկնաս, ուրեմն պետք չունիս թեղ առնելու, որովհետև երաժշտությունը արդեն ինքնաբերաբար տեղահատ է։ Տեղահատ է, գիտակ ինչպես։ Ուրեմն որ նեղված ես, արդեն ես երաժշտությունն է, որ պետք է մտի գնես և պարադի քու նեղությունդ։ Հոգնած ես, երաժշտությունը մտի գնես և հոգնությունդ գերտա։ Եվ գիտեք, երբ բզդիկ մսենք հիվանդ է գամպան, երաժշտությունով կհանդարդի և նախությունը անգամ գինչնա եթե դակի։ Միեն ադի չէ, քնանալու համար նույնիսկ երկեին բզդիգին, երկ մգերկեին, փոքրիրու երկերը և հատ փոքրիկը կքնանար։ Հետ մնե, որ մորը հետ երկով գգապվի։ Այո, շատ շիտակ խոսիկ։ Իսկական, իմա շատեր գան, որ գսեն, այո, գսիրեն երաժշտություն, բայց երաժշտություն գա, ծեր կաղապարով, բոլորը նույնը գտնեք։ Ոչ, նայեցեք, ծերկերնից 5 մատ ունենք, երկուք չիկա, որ նույնը լա։ Նույն պանն է, անցերը ամեն մարդ իր աշխարհը ունի, իր մտածելակերպը ունի, և ադիգա երաժշտությունը միացուն է և կսկակ, որ մեկ ենք, ամենեն կարևոր բանն է երաժշտության, որ անցերը կմիացուն է։ Այո։ Ուրեմն, որն է ձեր ամենանշանագելի ներդրումը Քյոբեկի և Կանադայի երաժշտական կյանքին մեջը։ Շատ կարևոր երաժիշտը Գլեն Գուլդն է կանադացի, որ ամեն աշխարհի մեջ շատ դժբախտաբար շատ երիտասարդ մեռավ, բայց Բախ ձևով բերավ աշխարհի մեջ, որ բացվեցավ և ժողովուրդը հասկացան այդ երաժշտությունը շատ ավելի խոր ձևով և շատ մեծ անցմն է և կհուսամ, որ մենք գրցանք աս սկացումները, որ երաժշտությունը ուտա, երիտասարդներուն ցուցունել, որ բան մնե, որ ամբողջ կյանքդ պիտի փնտրես, որ հարստանաս, երաժշտությունը հարստացուն է։ Երաժշտությունը ես իմ գիտնալովս կհարստացնե ոչ նյութականով, այլ սիրտով։ Շատ ավելի կարևոր է։ Իրական է, իրականություն է, որովհետև ես կանցադառնամ այդ բոլոր երաժիշտները միլիոներ չեն եղած, բայց սիրտերնին այդքան հարուստ է, այդքան բարձր է,
Չեք գնալ Երևանայել։ Քիչ մը գնամ։ Որը դուք այդպես եք։ Գիտեք, եւ երաշտունին հետ եք տրամը երկրորդական բանը գլա։ Հոգեգան անչափ կարևոր գեդեր երաշտյան մեջ կգտնանք, որ տրամը երկրորդական հարգա պետք է ունենանք, որ ապրենք, բայց այլ կարևորությունը շատ գինչնա եւ մեր հոգեգան կյանքը շատ ավելի կարևոր դեր մկբրնե մեզ մեր կյանքի մեջ եւ կուսամ որ ամեն անց որ նստի Մոցարտ, Բախ, Բեթհովեն լսե հասկնա ինչ հոգեգան դպավորություն տա։ Եվ հետերնիտ կխոսի որ Բեթհովեն։ Եվ 250 տարի ապրած է եւ դեռ այսօրվան պես կխոսի։ Ասել է որ իրեն քրած երաժշտությունը ժամանակ չունի։ Pop երաժշտական մեջը երկերը մեկ տարի, երկու տարի կդևեն մորնաս։ Բեթհովենը որչափ լսես, անչափ գմոդենա։ Բոլորովին ուրիշ ջամփամ է։ Ուրիշ աշխարհ է։ Ուրիշ աշխարհ։ Եթե գպապակիկ ինքը մեր ցուցարի մեջը չի գա, բայց եթե գպապակիկ որպես նոր սեունդ շատ կան գլսեն, եթե գուզեք անգլերենով կամ ֆրանսերենով, քանի մը խորհուրդ տալ իրենց այս երաժշտության մասին, որ իրենք մոտիկին քաղաքապար ունենան եւ գիտնան, հիմա անշուշտ մենք հայերենով է, մերին հաղորդությունը հայերեն է, բայց ցեզի համար, որպես ես ավելի այսպիսի տաղանդավոր անձնավորությունը մեր մեջ լսեն եւ գիտնան եւ ներկա լան։ Ֆրանսերենս է։ Ինչ որպես է, ինչ կարևոր չէ։ OK. Il faut penser que la musique c'est comme on va à la messe et on est en contact avec un Dieu. La musique est le langage d'un Dieu et il nous comprend, et il faut chercher ça dans l'œuvre des compositeurs, des grands compositeurs, parce que eux aussi ont vécu exactement les mêmes sentiments que vous. Et ces sentiments se traduisent en musique justement. Et c'est ça ce que l'interprète de ces œuvres-là doit faire passer à l'auditeur. Ouais, c'est ça. Vraiment, c'est vrai. Ուրեմն դուք բավականին հետաքրքիր կյանքի պատմություն ունիք, սկսած Եգիպտոսեն, ձեր պատանելիությունեն, ուսանած եք Օստրիա եւ Անգլիա, մինչեւ Կանադայի տեղափոխումը։ Ինչպես կարելի եղաք որպես տաղանդավոր երաժիշտ։ Հետաքրքրական հարցում է ասում։ Գիտեք, երաժշտությունը բան է, որ ասված կուդա, կձնիկ և ադով գաբրիկ։ Շիդակ է, բայց շադեր կա, որ աստված կուդա, բայց հարկը չեն գիտնար։ Թշպախտ բան է, ասած գսեք կոր։ Չէ, բայց ցեզի պես անձնավորությունը, դուք ինչպես գրծակ, ասենք թե, տաղանդավոր լալ։ Երաժշտությունը կհավատամ, ինչպես որ իմ գրոնքս կհավատամ։
նույն բանն է, նույն լեզուն է կխոսին։ Այո։ Անցին the peace in the soul. That's true. Եվ ամբողջ կյանքս գպնդրես եւ երաժշտությունը ջամփան է գտնալու ինձի համար։ Այո, այդ շիդայո։ Ամենուն համար։ Ամենուն համար։ Այո։ Մեր վերջին հարցում բերելա, որոնք եղած են ձեր ամենակարևոր հանդիպումները ձեր կարիերայի ընթացքին։ Անշուշտ գինս, որովհետև ինքնաերաժիշտ է եւ շատ լավ իրար կհասկանա 60 տարի ամուսնացած ենք։ Աստված բայ։ Աստված բայ։ Շատ երդասարդ ենք, երբ իրար ջանցանք Վիեննա եւ մինչեւ հիմա մեկը մյուսին գոքնե բարաբուճունը գլեցինի։ ան բաները որ պետք ունենք երաժշտություն ավելի լավ հասկանալ նվագել իրար գոքնենք որ ասպանը մեկտեղ ունենք եւ կարծեմ հաջողեցանք որովհետեւ անչափ դարի վերջը թեր իրարու գսորվին իրարու մեկը սորվեցին Մեկը մյուսին գսորվեցին ադիգա շատ մեծ բան է անշուշտ ուրեմն սիրելիներ առաջ որ մենք փակենք մերին հարցազրույցը կուզեմ դերեկացնել ցեզի թե ելույթը պիտի լա երեքշաբթի մարտ 19-ին ժամը 7:30 ուրեմն բուրժի հոլի մեջն է ճիշտ ինքը Մորիալ մյուզեումի եւ Արտ Շերբրուկի փողոցի վրան է Շերբրուկ West ուրեմն տիկետները կրնակ անշուշտ առնել օնլայնով բուրժի shell.ca ուրեմն օտոմատիկሊ արդեն որ բուրժի հոլ մտնակն է արդեն կդեստակ տիկետի դեղը կա եւ տիկետները արդեն են կրնակ դուք ստանալ ուրեմն անշուշտ դա ասմեր դաղանտավոր կոնտակտերի Ռաֆի Արմենյանին հետը անշուշտ ինքը առանցինը չէ իր հետը բավական երաժիշտներ կան եւ նվագողներ կան ինչպես Ժան-Մարի Զեյթունի կոնտակտորենորեն Ալին Քուտանը սոպրանո է Վան Արմենյան վայելոն գնվակ է Քիմի Մեկլերեն սոպրանո է Մայքլ Մեքհաուն պիանո գնվակ է Անդրե Լեպլանտ նորեն պիանո գնվակ է ինչպես նաեւ հետը ունին կոլաբորացիոն դե օրկեստրա մետրոպոլիտենը գա եւ ինչպես նաեւ կոնսերվատիվ դե լա մյուզիկ դե Մոնրեալը ասոք ուրեմն բոլորը միասնապար ինչ մեծ գիտեք սիմֆոնի մեծ գրուպն է իսկական գարժե իրական չբացնեք եւ վստահ եմ որ անշուշտ ես ալ ներկա եմ Մարանը ներկա բիդելա Ռաֆին ներկա բիդելա բոլորս ալ ներկա բիդելա եւ ուզեմ որ դուք ալ կաչաներեք որպես հայ երաժիշտ որպես հայ կոմպոզիտոր եւ այսինքն եւ բադիվս կանք թիդելով իրեն բադվիլը գիտեք ասի մեծ բան է մեզի համար մեծ բան է եւ որ տրիբյուտ մգլագոր հայ մեգը փեմի վրա եւ ասկան մյուզիսիեններու թիմած այսքան օրկեստրացիաներու մարդոց թիմածը մեզի համար շատ մեծ բադիվ մնե հավատացիք ես ինձիկս իսկական ես հիմա ես բադիվ կսկան ձեզ հետ խոսելով շատ շնորհակալ եմ ուրեմն վերջին եզրակացությունը վերջին խոսքը մեր նոր սերունդին կամ ոչ սերունդին մնացածներուն ինչ կրնակ մեզի հայտնել առաջ որ փակենք Գյանքը շատ գարջ է այո եւ աս գարջ ժամանակին մեջը որ չափ կնանք աշխարհ սիրել
Bianca Sirel, երաժշտությունը մեզի սորվեցուն է ինչպեսն է եւ հուսամ որ թուկա երաժշտությունի մեջը աշխարհին բոլոր հարստությունը կա Շատ գեղեցիկ խոսքեր են եւ հուսամ դուք երդասարտներ նոր սերունդ գարժե դուք ներգալակ այս ելույթին այս գեղեցիկ դաղանտավոր նվակախումբին վստահ եմ որ պիտի երթակ բոլորը տալ բայց ավելիով կացեք եծափահորությունից ավելի շատ եք ճիշտ է Շատ շնորհակալ եմ իսկական, շնորհակալություն ձեզ։ Ես շնորհակալ եմ, որ ինձ ասան կհարկե։ Անշուշտ, եթե ուրի օդարները եւ որ պիտի հարկեն ցեզի տրիբյուտ ադի է, չէ՞, ուրեմն պիտի բադվեն ցեզի, ես արդեն իսկ ինձ համար բանը չինար։ Շատ շնորհակալ։ Դա ինչ ես։ Բարի եկաք հազար բարի, շատ շնորհակալ եմ, մերսի շատ։ Եվ Աստված ցեզի միշտ ձեր թուրը արդեն բացած է, բայց Աստված ես կխնդրեմ առողջ պահեցեզի, ամենակարևորն է, այո, շատ կարևոր է։ ամեն ինչ է կարևորը, բոլորս ալլան առողջ։ Ես շնորհակալություն նույնպես ցերին ասիստանին Կլոդին Jacques, այո։ Ուրեմն, merci beaucoup pour vous. Merci à vous de nous avoir accueillis dans votre studio, c'est très gentil. Merci, bienvenue. ուրեմն ցեզի հարադեվ կսեմ հարադեվ գյանք եւ հարադեվ հաջողություն Շատ շնորհակալ եմ խնդրեմ ես հիմա բզդիկ մինակ բարձրապես որ լսենք Ալի Քութանին որ ինքն ներկա բիդելա իր քեղեցիկ բերեցիներով բդիգնեն իրեն որ այս